Քաղաքական զարգացումներին վերջին տարիներին կողքից հետևող Բարգավաճ Հայաստանի առաջնորդը թեև դեռ որոշում չունի մասնակցելու գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին, բայց փոխարենն ունի նախընտրական ծրագիր, անուննել է որոշել առաջարկ Հայաստանին։ Դեռ շուտ է այդ մասին խոսելը, որտեղ այլ ժամանակ կա եւ շատ բան կարող է փոխվել, բայց եթե մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվել առաջարկ Հայաստանի։ Իր ընտանիքին պատկանող կենտրոն հեռուստաընկերության եթերում Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարում էր, թե չնայած չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց բացահայտեց իր նոր քաղաքական գաղափարը, կհամախմբի տարբեր մասնագետների, որոնք կօգնեն Հայաստանը հանել ստեղծված վիճակից։ Դա ըստ 68-ամյա Ծառուկյանի կարող է իրականություն դառնալ վերկուսակցական ճանապարհով։ Վարչապետի պաշտոնից հավակնություն չունեմ, ես պատրաստ եմ կազմակերպելու, համախմբվելու, ներկայացնելու ամբողջ աշխարհի մեր հայությանը, սփյուռքյան հայությանը, տեղի հայությանը, անհրաժեշտ իրենցից խորհուրդներ լսելու, ծրագրին մասնակից լինելու, կազմակերպելու։ Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնի 2024 թվականին անցկացրած հարցման տվյալներով Ծառուկյանի առաջնորդած ուժը բարելավել է վարկանիշը կուսակցությունների ցանկում, եթե 2021 թվականին ԲՀԿ-ն 3-րդ տեղում էր, այժմ 2-րդ։ Ոչ մի կուսակցություն չի կարող ասենք, թե մենակ այս երկիրի անվիճակին է, որ այս վիճակից հանելու։ Դա ուզում է հինը լինի, ուզում է նորը լինի, այլ անհրաժեշտ է վերկուսակցական մի ուժ ստեղծելու, համախմբելու գաղափարը, միտքը։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժի ղեկավարը իր 26 րոպեանոց հարցազրույցում թեև քննադատեց Հայաստանում ստեղծված իրավիճակը, բայց գործող իշխանություններին ուղիղ չանդրադարձավ։ Անցած սեպտեմբերին էլ հայտարարել էր, թե չի միավորվի որևէ ուժի հետ, չի աջակցի որևէ շարժման, այդ թվում վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ arczepiskopos Գալստանյանին։ Թեև մեկ տարի առաջ, երբ Գալստանյանը նոր էր սկսել անհնազանդության ակցիաները, Ծառուկյանը նրան հյուրընկալել էր իր հարկի տակ։ Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ աջակցել։ Ոչ մի բանով չեն ճնշել, ես ձեզ նորից եմ ասում, Ծառուկյանին ոչ մեկին չի կարա ճնշել։ Տևական ժամանակ լռություն պահպանած Ծառուկյանը հարցազրույցում չշրջանցեց հայ-ռուսական լարվածության, Փաշինյանի թիմի Եվրամիության հետ մերձենալու թեմաները, բայց կրկին առանց քննադատելու իշխանականներին։ ԱՊՀ երկրների տարածքում խոշոր բիզնես ծավալող գործարարն ընդգծեց, Հայաստանի համար կարևոր է թե Ռուսաստանը, թե Արևմուտքը։ Չի նշանակում, որ պետք է մենք Եվրոպայի, Ամերիկայի հարաբերությունները փչացնենք։ Մեր գործընկերը Ռուսաստանն է, պետք է ամրապնդենք, հզորացնենք, զարգացնենք, անվտանգություն ապահովենք, տնտեսություն զարգացնենք եւ Ամերիկայի հետ էլ շփվենք, Եվրոպայի հետ էլ շփվենք։ 2020 թվականին Գագիկ Ծառուկյանը խիստ քննադատում էր իշխանություններին իր բիզնեսների դեմ հարուցված քրեական գործերից հետո, որը ժամանակ կալանքի տակ անցկացրեց, պատերազմից հետո միացել էր վարչապետի հրաժարականի պահանջին։ Ինչ որ ես պահանջում եմ, ոչ մի բան չի փոխվել։ Քրեական գործը, որով նա մեղադրյալ է, դեռ քննվում է դատարանում։ ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար։ Ես չգիտեմ, մեղքը չեմ ընդունում, այդպիսի բան չկա, ուրիշ։ Բացի քրեական գործից Ծառուկյանը անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Գլխավոր դատախազությունը նրա ունեցվածքը որակել է ապօրինի։ Գագիկ Ծառուկյանն ինքը բնականաբար իրավիճակ չի փոխելու։ Գագիկ Ծառուկյանը փորձելու է ադապտացվել իրավիճակին եւ այդ իրավիճակում ունենալ իր մասնաբաժինը առավել պաշտպանված գալու համար։ Հիմա հարցն այն է, թե առավել պաշտպանված գալու համար ինչ դիրքավորում կպահանջվի իրենից։ Ես կարծեմ այս խնդիրն է եւ այստեղ է, որ արդեն իրավիճակը պայմանավորված է լինելու շատ ավելի լայն գործոններից։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, որ դիտել է երեկվա հարցազրույցը, ընդգծում է, Ծառուկյանն ըստ ամենայնի խոսում էր քաղաքական գործընթացներում ակտիվանալու մասին, բայց արդյոք դա կլինի ԲՀԿ-ով թե այլ դիրքավորմամբ դեռ պարզ չէ։ Բադալյանի կարծիքով Ծառուկյանը դիրքավորվում է ըստ քաղաքական գործընթացների եւ այդ ճանապարհին փորձելու է պաշտպանել իր ունեցվածքը։ Բնական է, այստեղ Գագիկ Ծառուկյանը տեղավորվելով նոր իշխանության ձևավորած հասարակական, քաղաքական, տնտեսական միջավայրում, այդուհանդերձ նաեւ իր հարաբերությունների, այսպես ասենք, հետագիծն է ունեցել առնվազն ընդդիմադիր դաշտում գերակա նախկին նախագահների հետ հարաբերության տեսանկյունից։ Հիմա այս ամբողջի հանրագումարում ինչպիսին կլինի կոնկրետ վարքագիծը շատ դժվար է ասել։ Մյուս կողմից ըստ Բադալյանի իշխանություններին Ծառուկյանի դերակատարությունը չի խանգարում։ Նրա դատական գործերը, այդ թվում հնարավոր նոր գործերը, Փաշինյանի թիմի ձեռքում իրավիճակի հանդեպ վերահսկողության գործիք են, թե դրանք ինչպես կաշխատեն, այլ հարց է։ Կարևորն այն է, թե կոնկրետ որ դաշտում կդիրքավորվի Գագիկ Ծառուկյանը։